Հիմա ինձ այդ կան, որ վադաբանում են ու բան են ասում։ Ինչու համար, հենց մի հատ հարցրել, մեկ որ կելնի, ասա ինչի պես կնեք որ ասա։ Օրինակ ես կուզեմ անամ ինչի համար եք այս ձևի բաներ անում։ Ես մի հատ ինչ վատ բան եմ արել ընդհանրապես։ Չնայած թե գրվածը կատարվում է։ Ես փոխանցեմ հա մի քանիսը պարոն Ղուկասյան, եթե թույլ կտաք, այն ինչ որ մենք Երևանում երբ որ ձեր անունը տալիս ենք, լսում ենք, իհարկե ոչ հրապարակային տեսախցիկների առաջ չեն ասում, բայց ասում են Վարդան Ղուկասյանի օրոք բեսպրիձել է եղել, իր տղան փողոցում դուրս է եկել, ինչի վրա մատը դրել է, իրեն են տվել, ասենք որ ավտոն դուր է եկել է, ասել են քո, նա այս տիպի բան է եղել, անարխիա է եղել Գյումրիում։ Ուրեմն ասեմ քեզ։ Դուք գիտեք որ սուտ է այդ ամեն ինչը։ Դուք գիտեք Դուք դիտավորյալ լրագրողները, դիտավորյալ այդպես եվրոպական համալսարանները, եվրոպական բաները ավարտել են մարդկանց վարկաբեկելու նմանատիպ տարբերակներ են։ Հիմա աշխարհի ամենալավ մարդուն 100 անգամ սուդը ասես, սուդը կբնի այդ մարդկանց։ Ուրեմն լավ իմացեք, այս քաղաքը այդպեսի քաղաք, այստեղ չկա սամի։ Այստեղ ամեն ընտանիք հանգարց փորձես մի հատ որևիցե մի բան անես, դանակը կկողե դիմացինի բուգը կհանի, հասկանալի է, այստեղ արժանապատվորեն մարդիկ ապրում են։ Եթե ես նմանատիպ տղա ունենամ, կկախաղան գիշերը բարձր բերանին գտնեմ, կխեղդեմ։ Ես ինձպես շատ մարդիկ կան, որ այդպես կյանքում բեսպրիձել չեն թողնում այս քաղաքում։ Այս քաղաքը ամենահանգիստ, համերաշխ հարկալից, մեծ ու պզդիկը իրար հետ հարկալից, հարկանք ունեցող մարդուն գնահատող քաղաքի այդ քպեական այդ վերջի մազի դրանք որ ծնվել են, եկել են, դրանց չենք այս քաղաքը դրանց չի ճանաչում։ Вообще դրանք ով են գոյություն չեն, իրանք իրանց համար հենց մի հատ զուգարան չեն կառուցել։ Դրանք ով են որ էլինեսկան բան կառուցողին բան ասել։ Այ ամենաանպատկառությունը դրա մեջ եմ տեսնում։ Անպատկառությունը։ Մենակ մի բան եմ ասում։ Աբաշխարեն, դարձիկան եւ ճիշտ ասեն, սուտ ասեն, այդքան բան։ Ես դաժե տես վերջի րոպեին այդ աբաշխարության կանոնները, որ հայոց եկեղեցին դրել է, այդտեղ եմ ասում։ Ես ձեզ ներում եմ։ Ես դրանց բոլորին ներում եմ, որովհետև Պասի ավակ շաբաթվա վերջի օրն ենք, ես այս Պասին, այս պահին ոչ թե աֆերիստություն եմ անում, այլ խաշն ու ավետարանը վկա։ Թող դարձիկան Աստված իրանց ելների։ Այս թորնիկիսի արև։ Ես չեմ ուզում, բայց Աստվածաշունչն ասում է մի երթվեք, քո այոն պիտի լինի։ Ոչ, ես այսօր ընդեղ պիտի ասեի։ Ես որ ասեցի երթվեք, ես պիտի ասեի սրբազան, այո, ոչ, ինչպես թողնում որ երթում ուտեմ։ Պարոն Ղուկասյան, ես չեմ ուզում իհարկե ինչպես նշեցիք այնտեղ Միքայել Սրբազանի եւ ձեր միջև որևէ սեփ խրել, բայց հիշում որ ժամանակին Միքայել Սրբազանը ասում էր որ երբ որ դուք իրեն հետ ապնդում եք եւ այլն, այսպիսի մեղադրանք էր հնչեցնում, հա, իրեն հետ ապնդել։ Լավ է արի, ինչ ասել բայց մի բանի հետ կապված կուզենամ ճշտել։ Օրինակ ասում էր, որ դուք աղանդավորներին հողատկացումներ եք արել եւ եկեղեցուն հող չեք տվել։ Ինձ իրոք հետաքրքրում է թե որ աղանդավորներ։ Չի ասել, ես չեմ հավատա, որ ինքը դենց բան ասած լինի, որովհետեւ ընդուp եթե ես բանը կաթոլիկ եկեղեցուն հողատկացում եմ արել, մինչեւ կաթողիկոսից մի տարի հողատկացումը չի անում, մինչև կաթողիկոսից իրանք թույլտվություն բերեցին։ Ես ասում եմ, մինչև չգնաք կաթողիկոսի մոտ, ես թույլտվություն չեմ տա։ Իսկ ինչ որ կա չկա հայոց եկեղեցին այսօր Շիրակի դաշտավայրում ունի, ես եմ տվել։ Ամբողջությամբ ինչ որ կա եկեղեցուն պատկանող, բոլորը ես եմ տվել, ոչ մի քաղաքապետ բացի ինձանից։ Ընդուp Հայաստանի Հանրապետությունում մինչև կառավարության որոշումը 2 տարի առաջ հայոց եկեղեցիները Շիրակի դաշտավայր, ես տվել եմ Շիրակի դաշտը 2 տարի առաջ նախկին երջանկահիշատակ վարչապետը 2 տարի հետո նոր որոշում կայացրեցին։ Եվ սրբազանն էլ ինչ ասեմ, թող լավ լինի։ Դուք այստեղ ասացիք, եթե պիտի Իշտոյանի ֆինտերն անեն, ես էլ ոտ ջարդողեմ, այսպեսի հատը։ Զանազանյանը Կաբալենկոն քիշես, մեկ փուստ էին տալիս։ Ում ոտերն եք պատրաստում ջարդել, պարոն Ղուկասյան։ Քո։ Ծիծաղ, հումոր, կատակ։ Մեկ այդ բանը ունեցեք էլի, տունում դա։ Ես էս կատակը վերջապես։ Եվ վերջին հարցը, եթե կարելի է, էլի Սարիկ Մինասյանը նախ հայտարարում է, որ իրոք երերալու է ձեր իշխանությունը, որովհետև փոքրամասնության բան է, իշխանությունը չի երերա, որովհետև Աստված ինձ հետ է։ Իրանք կխելոկանան, իրանք Աստված իրանց մտքերի մեջ կփոխի, կանի ինչ որ պետք է։ Հետո ինչ որ Աստված կամենում է, լավ իմացի, փառք կամեցածին։
թեկուզ այդպես եթե լինի, փառք կամեցածին։ Ես եթե ամեն ինչ, ասեմ, մազը սև ու սպիտակ դարձնողը Աստված է։ Ինչ եղավ փառք կամեցածին, ժողովուրդն էլ իրանց կասի, թե իրանք ովքեր են, այդքան բան։ Ասում են փոթորիկ են բան են ցանել, փոթորիկ են ցանել, ասում են մեծ քամի են ցանել, փոթորիկ են հնձելու, ինչ փոթորիկ են սպասում։ Ոչինչ, ով որ փոթորիկ է հնձելու, ինքը կհնձի այդ փոթորիկը։ Իսկ ով որ խաղաղություն, արև դա կհնձի, ես այդպեսին եմ, ես արև համերաշխություն կհնձեմ, իրանք է փոթորիկ թող հնձեն, բայց իրանց էլ եմ ցանկանում, որ հանգիստ լինեն։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան։ Համեցեք։